Արաբական աշխարհի հիմնական մասերում, ինչպես նաև եվրոպական որոշ երկրներում այս տարվա ընթացքում տեղի ունեցան եւ շարունակվում են ժողովրդական ապստամբությունները։ Բողոքի ցույցերը, որոնք հունվար ամսին սկսվեցին Թունիսի մի փոքր քաղաքում Սիդի Բուզիդում, հանգեցրին այս երկրի նախագահ Զինե Էլ Աբիդին Բեն Ալիի հրաժարականին։ Տարածվելով դեպի Եգիպտոս, դրանք դարձան այս երկրի նախագահ Հոսնի Մուբարակի գահանկեցության պատճառ։ Մերի Կալդորը, որը սառը պատերազմի տարիներին Հունգարիայի ընդդիմության ներկայացուցիչ էր, այսօր Լոնդոնի տնտեսագիտության հաստատության համաշխարհային կառավարման հարցերով պրոֆեսոր է։ Նրա խոսքերով շատերն էին նախկինում կարծում, որ Մերձավոր Արևելքը տարբեր է մյուսներից մահմեդականության պատճառով, եւ այդ նույն մտայնությամբ էլ ահաբեկչության դեմ պատերազմում անտեսվում էր մահմեդական աշխարհի դերը։ Սակայն արաբական գարունը եկավ ապացուցելու, ասում է նա, որ արաբները ժողովրդավարության կարիք ունեն այնքան, որքան մյուս ժողովուրդները։ Այն ժամանակ, երբ արաբական գարունը թափ էր առնում Մերձավոր Արևելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում, բողոքի ալիք էր սկսվում Եվրոպայի որոշ հատվածներում։ Աթենքում, Լոնդոնում եւ Մադրիդում հազարավոր ցուցարարներ բողոքում էին իրենց կառավարությունների տնտեսական եւ ֆինանսական քաղաքականության դեմ։ Սակայն որքան էլ առաջին հայացքից իրարից շատ տարբեր թվան արաբական աշխարհի եւ Եվրոպայի ժողովուրդների պահանջները, ի վերջո կարելի է ասել, որ պայքարն ընդդեմ սեփական կառավարության է։ Այդ առումով, ասում է վերլուծաբանը, շատ նմանություններ կան այն ամենի միջև, ինչ կատարվում է Եվրոպայում եւ արաբական աշխարհում։ Մեծ Բրիտանիայի արհեստակցական միության համագումարի պատասխանատուներից Օուեն Թյուդերի խոսքերով, չնայած խոսում ենք Եվրոպայում ժողովրդավարության եւ Հյուսիսային Աֆրիկայում հիմնականում բռնապետությունների մասին, այստեղ զարգացող իրադարձությունները ունեն միևնույն պատճառը՝ տնտեսական ճգնաժամը։ Եթե 89 թվականին վերջ դրվեց սառը պատերազմին, ապա 2011 թվականին մի կողմ դրվեց ահաբեկչության դեմ պատերազմին։ Կալդորի խոսքերով, եթե Օսամա Բին Լադենին ֆիզիկապես սպանեցին Պակիստանում, ապա քաղաքականապես նա մեռավ Մերձավոր Արևելքի ժողովրդավարական ցույցերի ալիքների տակ։ Եվրոպայում եւ արաբական աշխարհում շարունակվող բողոքի ալիքի վերջնական արդյունքների մասին խոսելու համար այսօր դեռևս վաղ է։ Սակայն մի բան կարելի է հաստատ ասել, որ 2011 թվականը պատմության մեջ կմտնի որպես մեծ փոփոխությունների ազդարար տարի։ Արամ Վանեցյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոնից։